Անպտուղ խանդը։ Մի օր մի քրիստոնյա գնում է հոգևորականի մոտ եւ ասում է. ես իմ կնոջը շատ եմ խանդում, որևէ պատճառ չունեմ խանդելու եւ վստահ եմ, որ վստահելի է իմ կինը, հավատարիմ է, բայց ժամանակ առ ժամանակ դևը նստում է իմ մեջ եւ ես սկսում եմ խանդել նրան եւ այդ խանդը քանդում է մեր հարաբերությունները, մեր սերը եւ անընդհատ տանջվում եմ թե ես եւ թե իմ կինը եւ մեր երեխաներս խանդի տեսարանների պատճառով։ Ինչ անեմ, հայր Սուրբ։ Ես քեզ մի պատմություն ասեմ։ Դու լսի այս պատմությունը եւ քեզ դաս արա։ Մի մարդ է լինում, որ բալենի է ունենում։ Գեղեցիկ այգի է ունենում բալենու։ Եվ ամեն տարի տեսել եք բալենին ինչպես է ծաղկում։ Սքանչելի ծաղիկներ է տալիս, երբ որ ժամանակը լրանում է, անընդհատ այդ բալենու պտղուց ճաշակում էր, քաղցր պտղուց ճաշակում էր։ Եվ վայելում էր իր այգու բալենին։ Մեկը եկավ ու սկսեց թունավորել այս մարդու միտքը, ասեց, գիտես ինչ կա, գիշերները, հատուկ գիշերները, մեկը մտնում է քո բալենու այգին և սկսում է գողանալ բալը, և դու ուրեմն պետք է հսկես գիշերները, որ որևէ մեկը չմտնի քո այգին չթալանի, և այս մարդը սկսեց գիշերները հսկել, ամեն գիշեր գնում էր հսկում էր, տեսնի գողը մտավ իր բալենին այգին, բալերը գողացավ, թե չէ, և ոչ մի գիշեր չէր քնում, ցերեկներն էլ քուն չուներ, խառնվեց իր ամբողջ ընթացքը, և ինչ տեղ ունեցավ, եթե ցերեկը միշտ հետևում էր իր այգուն, որ խնամք տաներ, ջրեր, էտեր, մաքրեր, և իր բալենին միշտ պտուղ էր տալիս, հիմա գիշերներն էր հետևում, բայց ոչ գող չմտավ իր այգին, և այդպես անխնամ թողեց իր այգին, և այդ այգին չորացավ, ու պտուղ չտվեց, առակը ինչ է ցույց տալիս, երբ որ դու ընկնում ես այս խանդի հիվանդությունից, խանդի հիվանդության հետև, դու մոռանում ես, որ քո այգին քաղցր է, պտուղ է տալիս, ոչ թե ցերեկն ես գնում պտուղը քաղելու, այլ գիշերները հսկում ես, որ գող չմտնի, ու թողնում ես քո բալը չորանում է քո այգին, թող, աղոթիր Աստված գողեր չի թողնի, որ քո այգին մտնեն գողանան, ցերեկն էլ խնամք տար քո այգուն, և անընդհատ քաղցր պտուղ կքաղի։